Բարի հայրենակիցներ, այսօր հունիսի 4-ն է եւ սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է եւ քանի որ կարեւոր հարցեր են կուտակվել, հիմա կարեւոր եթեր ենք անելու միասին եւ քննարկելու ենք Հայաստանին վերաբերող հարցեր եւ ոչ միայն, քանի որ հիմա ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի շուրջ, հատկապես Իրանի շուրջ կարծես կրկին կրքերը լարվում են։ Բայց ավանդության համաձայն սկսում ենք Հայաստանին վերաբերող հարցերից։ Անպայման կոչ եմ անում ձեզ սիրելի հայրենակիցներ լայքել մեր այս հաղորդումը, քանի որ ձեր լայքերի շնորհիվ մեր այս տեսանյութը տարածում է գտնում ամբողջ աշխարհում։ Գիտեմ, որ դուք Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից եք լայքում, սիրելի հայրենակիցներ, եւ այդ լայքերը միանշանակ նպաստում են նրան, որ մեր այս հաղորդումը ավելի մեծ տարածում գտնի եւ ասեմ ձեզ, որ դա ամենամեծ աջակցությունն է այս պահի դրությամբ, քանի որ մենք չունենք որևիցե այլ ֆինանսական աղբյուր եւ եթե մեր այս հաղորդումները նաեւ ցուցադրվում են Սփյուռքի մեր գաղթօջախներում, Հայաստանում, քանի որ YouTube-ը գովազդ չունի, Հայաստանից մեծ հաշվով չէ, ընդհանրապես ոչ մի եկամուտ չկա, բայց դա չի նշանակում, որ դուք սիրելի հայրենակիցներ Հայաստանից չպետք է դիտեք մեր հաղորդումները, այլ ճիշտ հակառակը պետք է դիտեք, պետք է լայքեք, եթե կարող եք իհարկե, դա եւս չափազանց կարեւոր աջակցություն է։ Եվ ձեր լայքերի շնորհիվ այս հաղորդումը տարածում է նաեւ մեր Սփյուռքի գաղթօջախներում եւ երբ որ շատ դիտումներ են լինում, դա արդեն մեզ համար որոշակի հնարավորություն է ապահովում շարունակելու մեր այս կարևոր գործը հաղորդումը։ Եվ սկսենք նրանից, որ Արցախի հաղորդագրության մեջ գրած է նախկին նախագահ Սամվել Զահրումարյան, ես իրան նախկին նախագահ չեմ ճանաչում, նրան հարցաքննել են։ Այդ մասին տեղեկացնում է իր հաստատբան Ռոման Երիցյանը եւ կոնկրետ ինչն է եղել պատճառը, որ նրան հարցաքննել են, կոնկրետ եղել է պատճառը այն, որ այն զենք զինամթերքը, որը որ կար Արցախում, նա հանձնել է Ադրբեջանին եւ Ռուսաստանին, գիտեք։ Ես այդ մասին մեկ անգամ չէ որ խոսել եմ, կարծում եմ ամբողջ ազգն էլ տեղեկացված է։ Ադրբեջանն է տեղյակ, Ռուսաստանի Դաշնությունն է տեղյակ, այսինքն բոլորը տեղյակ են ինչ կա այստեղ գաղտնիք, որ Հայաստանի Հանրապետությունը կարելի ասել, որ իր սեփական ժողովրդի վերանից կտրելով միջոցներ էր հայթայթել, չհոգալով նույնիսկ իր պաշտպանության համար եւ վերջին հնարավորություններով զենք էր ուղարկել Արցախ, ամենայն դեպս ես այդպես եմ պատկերացնում, ես այդպես եմ կարծում, որպեսզի Արցախը մենք կարողանայինք պահպանել։ Դա հիմնականում տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմից հետո։ Կրկին նշեմ, սա իմ պատկերացումներն է, թե որքանով է դա իրականության համապատասխանում, կարծում եմ ամեն մեկը ձեր մեջ կիմանաք։ Ես այդպես եմ պատկերացնում եւ ինչ տեղի ունեցավ հետո մենք գիտենք, թե ինչպես այդ Սամվել Զահրումարյան կոչեցյալը հանձնեց Արցախը եւ Արցախի հետ միասին այն զենք զինամթերքը, տեխնիկան, որը որ ուղարկվել էր Արցախ։ Եվ փաստացի մենք կորցրեցինք ոչ միայն Արցախը, այլ նաեւ Արցախի պաշտպանելու հնարավորությունը։ Եվ այս սպեցօպերացիան, որը որ իրականացրեց Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանի հետ միասին, Թուլամորթ Արայիկ Հարությունյանն իշխանությունից հեռացրին, իրենք վերջնական կարողացան կյանքի կոչել։ Հիմա նրանք կանչում են հարցաքննության, բայց հույս ունենանք, որ այդ մարդը շատ լուրջ ձևով պատասխան է տալու օրենքի առջև, քանի որ իրոք նա է մեղավոր, մեծ մասով նա է մեղավոր, ոչ միայն զենք զինամթերքը հանձնելու Ադրբեջանին, այլ նաև ընդհանրապես Արցախի հանրապետությունը ոչնչացնելու համար։ Այդպիսի մեղքի համար նախկինում դուք պատկերացնում եք, թե ինչ էին անում, իսկ նա ազատության մեջ է փաստացի եւ որևիցե մեծ հաշվով խնդիր չունի Հայաստանում։ Դուք տեսնում եք, երբ որ ես խոսում եմ մաքսիմալ զուսպ եմ փորձում լինել, բայց կան պահեր, որտեղ որ ուղղակի չես կարող զուսպ լինել, քանի որ հասկանում ես ամբողջ կատարվածը, տեսնում ես, թե ինչ տեղի ունեցավ եւ մտածում ես հաճախ, թե ինչու մենք որպես ազգ մեկ-մեկ այդքան թուլամորթ ենք վարվում, չենք կարող պատժել նրանց, ովքեր որ պատժի արժանի են։ Չէ որ մենք հպարտանում ենք բազմաթիվ այն հերոսներով, որոնք որ կարողացել են պատժել հայոց ցեղասպանության
կազմակերպիչներին, որոնցից որ մեկին մեր ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանին Բեռլինի դատարանը արդարացրեց։ Ես հիմա որևիցե կոչեր չեմ հնչեցնում, մենք ունենք պետություն, մենք ունենք արդարադատություն եւ այդ անձին, ովքեր որ հատուկ օպերացիա իրականացրել Արցախի դեմ եւ Հայաստանի Հանրապետության դեմ, այդ զենք սիրամեղերքը հանձնելով պետք է շատ լուրջ պատիժ կրեն։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերի, սիրելի հայրենակիցներ։ Երեք խոսել ենք Դոնալդ Թրամփի նոր հայտարարության մասին Իրանի մասով, հիմա այսօր արդեն հոգևոր առաջնորդը Իրանի հայտարարությամբ է հանդես եկել, Իրանի արտգործնախարար հանդես է եկել հայտարարությամբ, որից որ հստակ պարզվում է, որ իրավիճակը բավականին բարդ է, բանակցությունները նորմալ արդյունքներ փաստացի չեն գրանցել, Իրանը պնդում է, որ ինքը իրավունք ունի հարստացնել ուրանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները պնդում է, որ ոչ, առաջարկում են, որ իրենք կօգնեն ատոմակայան կառուցել, բայց Իրանը չպետք է հարստացնի ուրան, բայց Իրանը չի համաձայնվում եւ կոնկրետ ասում է, որ չէ, մենք հարստացնելու ենք ուրանը խաղաղ նպատակներով։ Ու նույնիսկ ավել է ասում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համեյնին, նա ասում է, որ իրենք մեզ ոչինչ չեն կարող անել։ Հաստատի Ամերիկայի Միացյալ Նահանգներին ասելով, որ դուք ոչ մի բան չեք կարող մեզ անել, եւ սա արդեն ինչ որ միտեղ, եթե չասենք պատերազմի կոչ է, բայց կոնկրետ խնդիր է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։ Նույն գաղափարն է փաստացի հայտնում նաեւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, եւ նա ասում է, որ եթե Իրանը չհարստացնի ուրանը, որևիցե պայմանավորվածություն չի լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Մենք հարստացնելու ենք, ասում է, ուրանը, բայց մենք նույն ժամանակ ատոմային զենք չենք ստեղծելու եւ նման նպատակ չունենք։ Ըստ Իրանի արտգործնախարարի, Իրանը շատ մեծ գին է վճարել նրա համար, որ ինքը ինքնուրույն կարողանա հարստացնել ուրանը, բոլոր երկրները չէ որ ունեն նման հնարավորություն, շատ մեծ միջոցներ են ներդրվել, շատ մեծ մարդկային ռեսուրսներ եւ դրա համար Իրանը հետ չի կանգնելու իր ծրագրերից։ Տեսնենք թե այս ամենից ինչ դուրս կգա, բայց դա չեմ կարծում, որ լավ նորություն է, լավ լուր է մեզ համար։ Հույս ունենանք, որ ամեն դեպքում փոփոխություններ կգրանցվեն այս հարցի շուրջ, քանի որ մենք տեսնում ենք, որ այդ բանակցությունները հաճախ փոփոխվում են, տարբեր հայտարարություններ են լսվում, մեկ-մեկ հայտարարություններ կան, որ այդ բանակցությունները շատ էլ լավ են ընթանում, բայց այս պահի դրությամբ ցավոք սրտի այսպիսի վատ հայտարարություններ ունենք մենք։ Հաջորդը Ուկրաինան է, Ուկրաինայի հարցի շուրջ ասեմ միանգամից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը խնդրել է Սենատին, որպեսզի Սենատը չքննարկի այդ նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ եւ այս պահի դրությամբ չմտցվեն այդ պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Եվ դա նշանակում է այն, որ Դոնալդ Թրամփը այնուամենայնիվ չի ցանկանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնել, իսկ եթե չի ցանկանում պատժամիջոցներ մտցնել, առավել եւս չի ցանկանա զենք տրամադրել Ուկրաինային։ Նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում եւ որևիցե խոսք չեմ կարող ասել Դոնալդ Թրամփի ընդհանրապես քաղաքականության մասին։ Դա ինձ համար անհասկանալի մեծարգո քաղաքականություն է, բայց իմ պատկերացումը ասեմ, սա շատ երկար չի կարող շարունակվել, հնարավոր է Թրամփի կոչին հետևեն հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, բայց դա շատ երկար չի տևի, ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը այնուամենայնիվ շուտով, հնարավոր է 1 ամիս ու կես անց, անպայման կընդունի նման բանաձև Ռուսաստանի Դաշնության դեմ կմտցվեն նոր պատժամիջոցներ, բայց ասեմ, որ մեզ համար դա լավ չէ, եթե անկեղծ լինեմ, այն առումով, որ եթե այդ 500%-անոց մաքսատուրքերը մտցվեն այն երկրների նկատմամբ, ովքեր որ նավթ ու գազ են ձեռք բերում Ռուսաստանի Դաշնությունից, դա կհարվածի նաև մեզ, բայց ընդհանուր առմամբ պատերազմի վրա կարող է դա էական ազդեցություն ունենալ, այսինքն այդ պատժամիջոցների մեջ կա թե լավը, թե վատը մեզ համար կոնկրետ, եթե մտցվեն իհարկե, բայց մենք տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը այս պահի դրությամբ չի շտապում մտցնել այդ պատժամիջոցները, երևի թե ինքը այնուամենայնիվ դեռևս հույս ունի, որ կկարողանա բանակցել, կկարողանա կանգնեցնել այս պատերազմը։ Եվ կարևոր է նաև նշել, որ Fox News-ի եթերում շատ հետաքրքիր հայտարարություն է արել, նաև կարևոր հայտարարություն է արել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանականաց Քիթ Քելոգը ասելով, որ այնինչ տեղի ունեցավ Ռուսաստանի ստրատեգիկ այդ ռմբակոծիչների նկատմամբ, դա մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում եւ կոնֆլիկտը լուրջ էսկալացիա է ենթարկում եւ բարձրացվում է նոր մակարդակին։ Ասում է, դուք հասկանում եք, թե ինչի է հարվածել Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի այն ստրատեգիկ ատոմային զսպման ինքնաթիռներին, իսկ դա իր հերթին կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել եւ հստակ ակնարկում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է այնպիսի հարված հասնել Ուկրաինային, որը որ ոչ ոք չի պատկերացնում, այսինքն ոչ ոք չգիտի, թե ինչպես կարող է վարվել Ռուսաստանի Դաշնությունը դրա դիմաց։ Հիշում եք նաև, թե ինչ էր ասում Մեդվեդևը, երեկ էր Մեդվեդևը նման հայտարարություն արել, նա ասում էր, որ պատիժը անպայման կլինի, բոլորը պետք է հասկանան, որ պատիժը միանշանակ լինելու է, ու նրա խոսքերով այնինչ պայթելու է կպայթեցվի, եւ նրանք, ովքեր որ պետք է ոչնչացվեն, կոչնչացվեն, ասել էր Մեդվեդևը, այսինքն ասել էր չէ, նույնիսկ գրել էր իր տելեգրամյան ալիքով։ Եվ սա շատ լուրջ սպառնալիք է ոչնչացնելու նրանց, ես կարծում եմ, որ սա կոնկրետ սպառնալիք է Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ եւ ամենայն հավանականությամբ, եթե մենք հավատանք Մեդվեդևի սպառնալիքներին եւ Քիթ Քելոգի հայտարարություններին, ապա Ռուսաստանի Դաշնությունը ինչ որ այնպիսի զենք կամ այնպիսի քայլի կարող է դիմել, որին որ մինչև հիմա չէր դիմել։ Ես չեմ կարծում, որ որևիցե ինչ որ գաղտնի այլ զենք ունենա, եւ այն ամենավատ զենքը, որը գալիս է մարդու գլխին, դա բնականաբար ատոմային ռումբն է։ Հիմա այս ռազմական մասնագետ չեմ, բայց հնարավոր է նաեւ այլ տարբերակ, որ նրանք կոնկրետ թիրախավորեն եւ փորձեն հարված հասցնել Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի կամ բնակության վայրերին։ Եվ դա է պատճառը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև հիմա ինչ որ չափով փորձում են նաև դիստանցավորվել Ուկրաինայից, չնայած որ Ուկրաինայի պատվիրակությունն էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մենք տեսանք, թե ինչ հայտարարություն է անում Դոնալդ Թրամփը, Սպիտակ տունը հաճախ կրկնում է, որ իրենք որևիցե կապ չունեն այդ հատուկ օպերացիայի հետ, որը որ իրականացրեց Ուկրաինան։ Մենք նաև տեսնում ենք, որ Ղրիմի կամրջի մասով եւս ասում են, որ մենք որևիցե կապ չունենք եւ դրանից բացի առաջին անգամ է, որ Ուկրաինային օգնելու հարցով, երբ որ պաշտպանության նախարարները քննարկում են Ռամշտայնում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը չի մասնակցելու այդ հավաքին, նույնիսկ on-line տարբերակով չի պատրաստվում միանալ այդ հավաքին, եւ դա է նաեւ հաստատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն, ասելով, որ հա, Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը չի միանալու այդ հավաքին։ Նաեւ կարևոր է նշել, որ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններ է արել, եւ նա հստակ ասում է, որ մենք չենք գնա ոչ 30 օրյա, ոչ 60 օրյա հրադադարի, եւ դա նրա համար, որ իր պատկերացմամբ, եթե նման հրադադար տեղի ունենա, ապա շատ զենք է լցնելու արևմուտքը Ուկրաինա, որպեսզի փոխեն ռազմական իրավիճակը, այնինչ հիմա կա գետնի վրա։ Դրանից բացի Պուտինի խոսքերով Ուկրաինայի իշխանությունները վերածվել են ահաբեկիչների եւ դրանից բացի իրենց ձեռնտու չէ ավարտել այդ պատերազմը Ուկրաինայի մասին է խոսքը ըստ Պուտինի, քանի որ եթե այդ պատերազմը ավարտվի, ապա նրանք կկորցնեն իրենց իշխանությունը։ Եվ այս հայտարարությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների կեցվածքը ամեն ինչ հուշում է մեզ այն մասին, այսինքն նաև Եվրոպայի պատրաստվածությունը, Եվրոպայի ծրագրերի մեջ փոփոխությունները հուշում են մեզ այն մասին, որ իրոք վիճակը ավելի ու ավելի բարդացել է, եւ քանի որ իրավիճակը բարդացել է, Թրամփն իր հերթին որոշում է, որ ավելի պետք է հիմա այս պահին դիստանցավորվի ռուս-ուկրաինական պատերազմից, չնայած որ Սենատը այդպես չի կարծում։ Մենք այդ մասին եւս խոսել ենք, սիրելի հայրենակիցներ, դա տեսնենք, թե ինչպես արձագանքեն սենատորները Դոնալդ Թրամփի այդ կոչին։ Ես կարծում եմ, որ եթե դրական նույնիսկ արձագանքեն, դա շատ երկար չի տևի։ Նաեւ մոռացա ասել մեկ բան, որը որ եւս շատ կարեւոր է,
Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Մեծ Բրիտանիայից Ռուսաստանի Դաշնությունը արդեն սկսել է պատասխան պահանջել եւ գնահատական պահանջել այն ամենի, թե ինչ գնահատական կտան Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի գործողություններին, որով Ուկրաինան կարողացավ ոչնչացնել Ռուսաստանի ստրատեգիական կարևոր ինքնաթիռները, որոնք որ արդեն բազմիցս նշել եմ, ատոմային թռում կարող էին կրել եւ դրանք վերականգնելը չափազանց դժվար է, քանի որ դա արտադրվել էր Խորհրդային Միության ժամանակ, իսկ այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը ոչ ֆինանսական ռեսուրսներ ունի եւ ոչ էլ այլ տեսակի հնարավորություններ, նաեւ տեխնիկական նման ինքնաթիռներ արտադրելու, կառուցելու համար։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ այսօրվա համար, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։